Բարի գալուս տելունա voice-էջ, այսօր ես պատասխանելու եմ ձեր բոլոր հարցերին։ Հարց համար առաջին, K-pop-ի ամենասիրելի խումբը։ Իմ ամենասիրելի խումբը դա Stray Kids-ն է։ Հարց համար երկրորդ, առաջին անգամ երբ ես իմացել K-pop-ի մասին։ Առաջին անգամ K-pop-ի մասին իմացել եմ 2017 թվականին։ Դե այդ ժամանակ հայտնի էին BTS-ը, GOT7-ը, Blackpink-ը ու ուղղակի անհնար էր անտարբեր անցնել նրանց տեսահոլովակների կողքով։ Հարց համար երրորդ, երբ կթարգմանեք այն դորաման, որ ասում էիք։ Ով չգիտի ասեմ, որ խոսքը քեզատելու միջոցը դորամայի մասին է։ Մի ժամանակ ես այն թարգմանում էի, սակայն հետո YouTube-ը հեղինակային իրավունքների պատճառով անընդհատ բլոկում էր իմ տեսանյութերը ու չէր ստացվում տեղադրել հենց YouTube, դրա համար ես այն տեղադրում էի վկա վիդեոյում, սակայն հետագայում հասկացա, որ վկա վիդեոյում այդ տեսանյութերը այդքան դիտումներ չեն հավաքում եւ կարելի ասել իմ աշխատանքը ջուրն է ընկնում, այդ իսկ պատճառով որոշեցի չշարունակել տվյալ նախագիծը եւ ջնջեցի։ Հարց համար 4. Եթե լինեիր Հարավային Կորեայում, առաջինը որ խմբի համերգին կգնայիր։ Blackpink, BTS, Baby Monster, Stray Kids։ Ընտրիր առաջինից մինչև 4-րդ տեղերը եւ դասավորիր։ Առաջինը կգնայ Stray Kids-ի համերգին, որովհետեւ Stray Kids-ը իմ ամենասիրելի խումբն է։ Երկրորդը կգնայ Baby Monster-ի համերգին, երրորդը Blackpink-ի, դե չորրորդն էլ BTS-ի։ Հարց համար 5. Blackpink, Baby Monster, Stray Kids, BTS, այս խմբերում ովքեր են քո բիասները։ Blackpink-ից իմ բիասն է Լիսան, Baby Monster-ից Ահյոնը եւ Չիկուիտան, Stray Kids-ից իմ բիասն է Սնմինը, իսկ BTS-ից էլ Չանգուկը։ Հարց համար 6. Եթե ինչ-որ մի օր քեզ թույլատրեին ապրես այդոլի կյանքով, որ այդոլին կընտրեիր։ Կարծում եմ ես կընտրեի Blackpink-ի Jisoo-ին, որովհետև ինչպես գիտենք նա արդեն հիմնականում կենտրոնացած է իր դերասանական կարիերայի վրա, եւ ես կուզեի հայտնվեի նրա տեղում եւ մեկ օր նկարահանվեի որևէ դորամայում, որի մեջ նա խաղացել է։ Հարց համար 7. Որ K-pop երգը խորհուրդ կտայր մեկին, ով նոր է սկսել հետաքրքրվել K-pop-ով։ Ես նրան խորհուրդ կտայի Stray Kids-ի La 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 երգը, քանի որ հենց այդ երգի շնորհիվ ես նորից սկսեցի սիրել K-pop-ը, քանի որ որոշ ժամանակ դադարել էի լսել K-pop, հիասթափվել էի եւ մի քանի տարի անց հենց կարող եմ տարեթիվն էլ ասեմ 2024 թվականին ինձ մոտ բերեց Stray Kids-ի La 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 տեսահոլովակը, որը ես շատ հավանեցի եւ վերստին սկսեցի սիրել K-pop-ը։ La 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 la. Just feel the rock, feel the rock. Just feel the rock, feel the rock. 우리가 la 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 la, 빛이 돌아가 la la la. Եթե կարողանայիր ստեղծել Dream Group, ում կընտրեիր տարբեր խմբերից։ Բավականին հետաքրքիր հարց է։ Եթե ես կարողանայի ստեղծել իմ երազանքների խումբը, ես կընտրեի իմ ամենասիրելի խմբերի բիասներին, այսինքն Blackpink-ից կընտրեի Լիսային եւ Ջենիին, Stray Kids-ից կընտրեի Մինհոյին եւ Սնմինին, BTS-ից կընտրեի Վիին եւ Չանգուկին, Baby Monster-ից էլ Ահյոնին եւ Չիկիտային, բոլորին կհավաքեի մի վայրում եւ կստեղծեի հետաքրքիր խումբ, որի պայմանագիրը կտևեր ընդամենը 1 տարի, քանի որ դա կլիներ փորձնական խումբ, եւ եթե անդամները չցանկանային շարունակել պայմանագիրը, ես նրանց չէի ստիպի, ինձ թվում է հետաքրքիր կստացվեր։ Եվ ամենավերջին հարցը. իսկ ինչը մոտիվացիա դարձավ, որ թարգմանություններ անեք։ Իրականում ես ինքս էլ շատ էի սիրում դիտել K-pop խմբերի տեսանյութեր, սակայն դրանց մեծ մասը ներկայացված էին օտարալեզու հնչյունավորմամբ։ Սկզբում որոշեցի ուսումնասիրել հայկական YouTube-ը, տեսնելու թե արդյոք կա մի ալիք, որտեղ K-pop խմբերի տեսանյութերը ներկայացվում են հայերեն հնչյունավորմամբ։
Սակայն նման ալիք չգտա։ Այդ պահին մտածեցի, իսկ ինչով են պակաս K-pop-ի հայ երկրպագուները մյուս օտարերկրյա երկրպագուներից։ Հենց այդ մտքից էլ ծնվեց իմ գաղափարը։ Այդպես որոշեցի YouTube-ում դառնալ այն մարդը, ով կօգնի K-pop-ի հայ երկրպագուներին ավելի լավ ճանաչել եւ հասկանալ իրենց սիրելի խմբերին, նրանց տեսանյութերը հասանելի դարձնելով հայերեն հնչյունավորմամբ։ Դե ինձ սիրելիներս, ձեր հարցերը այսքանն էր, հուսով եմ հավանեցիք տեսանյութը, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, հավանել տեսանյութը եւ գրել ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մինչ հանդիպում։